Միլիոնների պարգևավճարներ ոչ միայն ազգային ժողովի 107 պատգամավորներն են ստացել, այլև կառավարության ներկայացուցիչները։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ ունի, որ նախարարները ամանորին ընդառաջ 7-ից 8 միլիոն, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։ Փոխնախարարների դեպքում պարգևգումարը 4-ից 5 միլիոն դրամ է եղել։ Ինչի համար, որ արած աշխատանքի համար։ Մեր ձևով շարժման անդամները, որ խոշորացույցի տակ են պահում պաշտոնյաների պարգևավճարների թեման, գիտեն, որ Տնտեսությունը վարի տված 160,000 աղքատ, 4,400 ծայրահեղ աղքատ ընտանիք ունեցող Հայաստանում պաշտոնյան չպետք է պարգևատրվի, որովհետև պարգևատրվում են լավ աշխատանքի համար, որ լավ աշխատած լինեին 20,000 մարդ սովի մատնված չէր լինի։ Պաշտոնական վիճակագրություն է։ Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որ ամսական 29,000 դրամից էլ պակաս են ծախսում, չունեն, որ ծախսեն։ Ես ձեզ կարող եմ հրավիրել վաղվանից 3 օր գնանք ամբողջ Հայաստանի Հանրապետությունով գյուղերով պտտվենք, տեսնենք արդյոք այս 7 տարիների ընթացքում մեր գյուղերում մարդկանց ապրուստը որևիցե ձև, որևիցե կերպ դեպի լավը փոփոխություն եղել է թե ոչ։ Դրական փոփոխություններ չկան, պնդում է մեր ձևով շարժման ներկայացուցիչը, որ հաճախ է մարզից մարզ շրջում։ Արձանագրում սա Հայաստանն է, որտեղ նվազագույն սպառողական զամբյուղը մեկ շնչի հաշվով ամսական 61,508 դրամ է, նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ, իսկ միջինը 49,600 դրամ, նույնիսկ միջին թոշակը չի ծածկում նվազագույն սպառողական զամբյուղը։ Ինչքանով եք ճիշտ համարում, որ սոցիալապես անապահով հեռու մարզում ապրող քաղաքացուն անվանում է Հերվաշենցի Վարսիկ տատի։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է Հերվաշենցի Վարսիկ տատիկ արտահայտության հեղինակը։ Ֆեյսբուքյան հերթական գրառումն է նվիրել մեր ձևով շարժման հիմնադիր Կարապետյան Գերդաստանին։ Ասել է՝ մի օր զավտրիկ չանի, Վարսիկ տատիկը 120,000 անգամ ավելի լավ կապրի։ Դա ամենակիչը շատ ամոթալի է, երբ պետական պաշտոնյան մարզում ապրող անապահով ապրող մեր համաքաղաքացուն անվանում է Հերվաշենցի Վարսիկ։ Իսկ գուցե հեռու չգնանք, հենց կառավարությունը մի օր զավտրիկ չանի, իրենց ասած Հերվաշենցի Վարսիկ տատիկի լավ ապրելու համար, նկատում են մարդիկ, ավելացնում։ Կամ էլ թող վարչապետի զուգընկերուհին Աննա Հակոբյանը Հերվաշենցի Վարսիկ տատիկին նվիրի այն զարդերը, որոնք ցուցադրել է Փաշինյանի ասած ուխտերթին։ Ըստ Նյուզեյեմի Աննա Հակոբյանի զարդերի ընդհանուր արժեքը 8 միլիոն դրամ է։ Ապրում են ցոփ ու շվայտ կյանքով, ապրում են բյուջեի հաշվին։ Մեր ձևով շարժումը հիշեցնում է, վարչապետի աշխատակազմին հարկատուների հաշվին այս տարի շատ ավելի մեծ գումար է տրվել ծախսելու համար՝ 25 միլիարդ 800 միլիոն դրամ, նախորդ տարվանից ավելի 1.5 միլիարդ դրամով։ Շուրջ 50 պատվիրակություններ Եվրոպայից ժամանելու են Հայաստան։ Բյուջետային քննարկումների ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարը բացատրել է, այդ հավելյալ 1.5 միլիարդից մոտ 1 միլիարդ դրամը տրամադրելու են մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը կազմակերպելու համար։ Գործադիրը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչի համար է ծախսելու մնացած կես միլիարդ դրամը։ Եթե գագաթնաժողովի համար մոտ 1 միլիարդ դրամ են նախատեսել, նշանակում է ինչ-որ գումար նաև այդ դեպքում է ավելանալու։ Դա ինչ են անելու։ Մեր քաղաքացիներն էլ շատ լավ տեսնում են այս սողանքները ոնց են գնում ու որտեղ են գնում։ Քաղաքացիները նաև լսում են, ինչ անելու թոշակառում, թե ինչպես է վարչապետը հայտարարում։ Կարող էին 11,000 դրամով բարձրացնել թոշակը, բայց քանի որ թոշակառուները չգիտեն ինչպես ծախսել այդ գումարը, ավելի լավ է առողջության ապահովագրությանը հատկացնեն։ ասում եմ Կամ որ աղքատությունը ընտրություն է, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ աղքատությունը գլուխներում է։ Կառավարությունն ինչ անի։ Իջևանի խոզա։ Ուտի, խմի, քեֆանի։ Արփիս Քեսյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։